Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում Իլհամ Ալիևը մի շարք հայտարարություններ է արել, որոնք այդ թվում նաև վերաբերվում էին Հայաստանին եւ այն գործընթացներին, որոնք իրականանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ինչից հետո արդեն սեպտեմբերի 27-ին նրան այդ նույն ամբիոնից պատասխաններ է հնչեցրել եւ որոշակի պարզաբանումներ եւ հարցեր է հնչեցրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս երկխոսության շուրջ մենք այսօր խոսելու ենք եւ քննարկում ենք ունենալու Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Մի քանի նկատառում Իլհամ Ալիևի ելույթից նշելով ինչ է տեղի ունեցել հաղթական պատերազմ եւ այլն, Ալիևը այսպիսի մի հայտարարություն է արել, որը ինձ մոտ օրինակ շատ հետաքրքիր ասոցիացիաներ է առաջացրել, չնայած տարբեր սադրանքներին բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ տարվում էին բացառապես երկկողմ հիմունքներով, առանց որևէ արտաքին միջամտության, նշել է Իլհամ Ալիևը, որ միջամտությունը նկատի ունի Ալիևը ձեզ։ Ինչը սադրանք է համարում նա։ Ով էր խանգարում։ Հավանաբար Եվրամիության ներկայացուցիչները, որոնք իրականացնում էին Հայաստան-Ադրբեջան սահմանագծի մոնիտորինգը։ Կարծում եմ, որ դա նկատի ունի։ Իսկ ինչով էին նրանք խանգարում։ Դե իսկ ինչու Ալիևը հրաժարվեց ընդունել նույն եվրադիտորդներին Ադրբեջանի տարածքում։ Իսկն դա այդ ներկայությունը իր հանդեպ անձամբ եւ միգուցե Ադրբեջանի հանդեպ թշնամական ներկայություն է դիտարկում եւ այդպիսով նաեւ սադրիչ է համարում այդ ներկայությունը։ Եվս մի հայտարարություն, որի վրա շատ է կենտրոնացել հենց իր պատասխանում վարչապետ Փաշինյանը, հետեւյալն է. Տարածաշրջանային հաղորդակցությունները հաստատուն խաղաղության մեր տեսլականի հիմքում են Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի ուղին թրիփ, որը անարգել անցում կապահովի Զանգեզուրի միջանցքով եւ կամարապնդի տարածաշրջանային կապերը, նշել է Ալիևը։ Սա ինչ է նշանակում։ Ալիևը թե Փաշինյանը։ Չէ, Ալիևը։ Հիմա Ալիևին ենք ցիտում։ 25-ի հայտարարությունն է։ Դե ամեն դեպքում Ալիևը եւս Վաշինգտոնում էր, Ալիևը եւս համաձայնությունը տվեց, իր ստորագրությամբ հավաստեց այդ համաձայնությունը, որ այդ ուղին պետք է աշխատի, համաձայնեց նաեւ անվան հետ, այդ առումով այստեղ կարծես թե տարաձայնություններ չպետք է լինեն, թեև ամեն դեպքում դրանից հետո, այսինքն օգոստոսյան հանդիպումից հետո Ալիևը շարունակում է ճանապարհը կոչել Զանգեզուրի միջանցք, առավելապես թե ինչպիսին կլինի իր խոսելաձևը ապագայում, չգիտեմ, բայց չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը այդ առումով որևէ նահանջի գնա եւ ավելի շատ այդ ուղին կոչի Զանգեզուրի միջանցք, քան Տրամփի ուղին։ Պատճառը որն է, ինչի է այդպես համառորեն այդ Զանգեզուրի միջանցքը առաջ է բերվում խոսույթի մակարդակով։ Չէ՞ մենք հասկանում ենք, որ Տրամփի ուղին եւ Զանգեզուրի միջանցքը դա նույն բանն է։ Տարբերությունը որն է։ Դե ըստ էության հաստորեն Ալիևի համար նույն բանը չէ։ Եվ ես կարծում եմ, որ նույն բանը չէ հետեւյալ պատճառով։ Նախագահ Տրամփի համար այդ ուղին ճանապարհ է, որով միանում է արևելքը արևմուտքին Սյունիքով եւ այդ առումով ամերիկյան կողմը այն դիտարկում է միջազգային համատեքստում, մինչդեռ Ադրբեջանը փորձում է տեղայնացնել եւ Ալիևի շուրթերով այն կոչում է անընդհատ Զանգեզուրի միջանցք, կարծես թե դրանով շեշտելով, որ դա այն ճանապարհն է, որը միավորում է Ադրբեջանը Նախճիվանի հետ եւ դրանում է այդ ճանապարհի նշանակությունը եւ դերը։
Նպատակը որն է, ինչ նպատակը է։ Նպատակը իհարկե այդ տարածքի նկատմամբ յուրացման ցանկություններն են։ Այսինքն սա անուղղակիորեն շեշտում է այն, որ Ադրբեջանի համար այդ ճանապարհը ներքին ուղի է, եւ եթե անգամ այսօր այն դիտարկվում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս, Ադրբեջանը դրա հետ որոշակի ներքին անհամաձայնություն ունի, որը դրսևորվում է այսպես հերրակա տարատեսակ արտահայտություններով, որոնք որ ընդհանուր միջազգային համատեքստից այս ճանապարհը հանում են եւ դարձնում են ներադրբեջանական օրակարգի մաս, այսինքն այդ ճանապարհը Ադրբեջանի կողմից յուրացման ենթակա ուղի է, անկախ դրա միջազգային նշանակությունից եւ նույն նախագահ Տրամփի կողմից դրան տրված նշանակությունից եւ դերից։ Պարոն Մելիքյան, այդ յուրացման փորձերը փորձենք հասկանալ, հա, իրենց իրական հեռանկարները հաշվի առնելով, որ հենց այս պահին Սյունիքի այդ տարածքում, Սյունիքի մարզի եւ Ադրբեջանի այդ տարածքում, որոնք սահմանակից են լինելու այդ Զանգեզուրի միջանցքի, Թրիպի, չգիտեմ, Ալիևի միջանցքի, ով ինչպես կուզի, այդ ճանապարհի հետ արդեն սկսվել են դելիմիտացիոն եւ դեմարկացիոն աշխատանքները եւ եթե այդտեղ դրվելու են սահմանի սյուները եւ լինելու է փաստաթուղթ, որի տակ ստորագրություն են դնելու Մուստաֆայևը եւ Գրիգորյանը, ինչ յուրացման մասին է խոսք գնում, եթե հստակ լինելու է փաստաթուղթ, փաստաթղթավորված ճանաչված սահման եւ այդ ճանապարհը կամ չգիտեմ միջանցքով ինչպես կուզի անցնելու է տարածքով, սա կարևոր բան է, չէ՞։ Վերջո կա ինչ որ չգիտեմ միջազգային իրավունք, իրավաբանական հիմքեր եւ այլն։ Գիտեք, ես վերջին տարիներին հատկապես այդ միջազգային իրավունքն ու իրավաբանական հիմքերը անդադար խախտվող երևույթներ են եւ մենք այնպիսի մի ժամանակաշրջան ենք մուտք գործել, երբ ուժի կիրառումը իրավունքի կիրառումից ավելի ուժեղ է, ավելի շուտ ուժը ինքնին կարող է ձևավորել իրավունք։ Ուստի նաև եթե դիտարկենք մեր եւ Ադրբեջանի բանակցային մոտեցումները, ապա Հայաստանի համար կա միայն մեկ տարբերակ, դա խաղաղության տարբերակն է։ Ադրբեջանի համար կա եւ խաղաղության եւ պատերազմի տարբերակը։ Ընդ որում խաղաղություն Ադրբեջանի պահանջների շրջանակում, պատերազմ Ադրբեջանի նախընտրած վայրում, ժամանակին եւ ծավալով։ Եվ դրանում դրսևորվում է նաեւ այն տարբերությունը հօգուտ ադրբեջանական կողմի, որը ձևավորվել է 20 թվականի պատերազմից ի վեր։ Այստեղ ես նորից հղում եմ կատարելու Իլհամ Ալիևի հայտարարություններին ՄԱԿ-ի ամբիոնից, նա նշել է հետևյալը. 20 թվականին գրեթե 30 տարվա անարդյունք բանակցություններից հետո Ադրբեջանը ստիպված էր օգտվել ինքնապաշտպանության իրավունքից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Այս դեպքում, որ հոդվածի վրա է հղում անելու Իլհամ Ալիևը, եթե սահմանը սահմանազատվի հստակ, այդ սյուները դրվեն եւ Ադրբեջանը դրանից հետո հարձակվի։ Դե սահմանը կոնկրետ այդ տեղում կարող է սահմանազատվել ու կանգ առնել դրա վրա։ Կարծում եք չի շարունակվի գործընթացը։ Այն տարածքները, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանի տարածքները նկատի ունեմ, եթե դրանց նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը չվերականգնվի, ապա ամբողջ սահմանի խնդիրը մնալու է վիճահարույց։ Եվ այդ դեպքում ցանկացած առիթը կարող է օգտագործվել, որպեսզի այդ հատվածում եւս սահմանագծման աշխատանքները իդերև լինեն եւ ադրբեջանական կողմը կարող է դրանք վիճարկել այն հիմունքով, որ այդ վայրերում սահմանը այնուամենայնիվ չի հաջողվել գծագրել եւ հողի վրա այն նշել, հետեւաբար զուտ այդ հատվածում սահմանային սյուներ ունենալը դեռ ոչինչ չի նշանակելու։ Մենք պետք է դիտարկենք գործընթացը իր ողջ ընթացքի արդյունավետության համատեքստում։ Նաև այն հնարավոր զարգացումների համատեքստում, որոնք սպասել են առաջիկա 1-2-3 տարիների ընթացքում մեր տարածաշրջանում եւ այդ գործընթացները հիմնականում կոնֆլիկտացին են լինել։ Հետևաբար դրա համար Ադրբեջանը պատրաստ է իր պայմաններով խաղաղության
եւ իր նախընտրած պահին ծավալով եւ ժամանակին պատերազմի Ադրբեջանը զինվում է եւ Հայաստանը կարծես թե որոշել է սահմանը նվազեցնել ռազմական ծախսերը եւ պատերազմի մասին իր չմտածելը այդ կերպ է ցուցադրում միջազգային դերակատարներին եւ Ադրբեջանին ու Թուրքիային Սեպտեմբերի 27-ին մեկնաբանելով այս Ալիևյան հայտարարությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահը օգտագործում է չպայմանավորված խոսույթ, որն ընկալվում է որպես ինքնիշխան երկրի Հայաստանի Հանրապետության հանդեպ տարածքային պահանջ։ Որքանով է սա ըստ ձեզ իրականությանը համապատասխանում եւ որքանով է այստեղ Ալիևյան մոտիվացիան ունի ներքին պատճառներ։ Դե ներքին պատճառները իհարկե պետք չի բացառել։ Ալիևի համար կարևոր է, որ իր գործունեությունը Ադրբեջանի ներսում Նախճեվանում ընկալվի որպես հողահավաք ուրեմն գործունեություն եւ այդ առումով ես չեմ կասկածում, որ հարմար առիթ ունենալու դեպքում նա այդ գործունեությունը կփորձի առարկայացնել։ Այդ իմաստով Փաշինյանի ելույթում արտահայտած հնչեցված մտավախությունները միանգամայն տեղին են, բայց միայն այդքանով մտահոգվելը ինձ թվում է բավարար չէ եւ Հայաստանը ունենալով խաղաղության օրակարգ գործող իշխանությունը ձևակերպելով այդ խաղաղության պլատֆորմը որևէ կերպ զլանում է ձևակերպել նաև իր պատերազմական տեսլականը։ Այսինքն այդ մասին ընդհանրապես չի խոսում։ Միգուցե նպատակահարմար չի գտնվում, միգուցե այս համատեքստում պաշտոնական Երևանը կցանկանա միմյանցից տարանջատել Թուրքիան եւ Ադրբեջանը եւ այս առումով հենց Թուրքիան է առաջնահերթություն լինելու սահմանի բացում եւ հարաբերությունների կարգավորումը եւ այդ դեպքում եթե Թուրքիայի հետ հարաբերություններում քայլ առաջ տեղի ունենա, դա իհարկե Ադրբեջանի ընդհանուր դիրքերը կարող է թուլացնել եւ այս կոշտ հռետորաբանությունը մեղմել, բայց դա տեսականի ոլորտից է։ Ամեն դեպքում Հայաստանը կարծում եմ, որ պետք է ունենա նաեւ պատերազմի օրակարգ, որում պաշտպանական պատերազմի, որովհետեւ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է բավական ագրեսիվ պահվածք ունենալ, պահանջներ ներկայացնել լրացիչ եւ այդ պահանջները անվերջ են։ Ինչի նկատի ունեք ասելով քայլ առաջ։ Թուրքիան ինչ պետք է անի, որ այդ քայլ առաջ։ Սահմանը բացի եւ այդ առումով Հայաստանի համար այլընտրանքային ուղիներ ի հայտ կան, որ կապեն Հայաստանը մերձավոր արևելքի եւ Եվրոպայի հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց ՄԱԿ-ի ամբիոնից, որ Հայաստանը ոչ մի միլիմետր չի շեղվի ձեռք բերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։ Հայաստանը ընդհանրապես այլընտրանք ունի չշեղվելու։ Բայց Հայաստանում որևէ մեկը առարկայորեն դրանով զբաղվել է։ Ես դրա համար եմ ասում։ Այսինքն Հայաստանը պետք է դրանով զբաղվի եւ պետք է ունենա այդ այլընտրանքը, բայց դրա համար գործող իշխանությունները առհասարակ մեր քաղաքական դասը պետք է կարողանան համապատասխան հետաքրքրություն ձևավորել այլոց կողմից Հայաստանի շահերի հանդեպ։ Անկամ այլոց շահերը հաշվի առնելու միջոցով, փոխադարձության սկզբունքով ինչ որտեղ, բայց սա տևական աշխատանքի խնդիր է, իսկ մեր քաղաքական վերնախավը միջազգային քաղաքական վերնախավերին ինտեգրված չէ որպես այդպիսին։ Հատկապես պատերազմական պարտությունից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը ավելի շատ ձևավորված է որպես տարածքի հանդեպ վերաբերմունք, քան որպես իրական ռազմաքաղաքական կշիռ ունեցող պետության հանդեպ։
Եվ այստեղ խոսում են օգնության մասին հիմնականում գերազանցապես եւ շատ հազվադեպ են խոսում գործընկերության մասին, դաշնակցության մասին։ Ոստի այս ամենի հետ կապված, այո, մեր վերնախավերը անելիք ունեն եւ այդ անելիքը լուրջ նախապատրաստական աշխատանք է ենթադրում, գիտելիք է ենթադրում, նպատակների ստույգ ձևակերպում է ենթադրում, իսկ լոկ Փաշինյանի դեմքով հանդես եկող իշխանական դասը դրան չի կարող ունակ լինել, որտեվ մեկ մարդը չի կարող դառնալ ամբողջական օրակարգի իրական հեղինակ։ Նա կարող է իր նախընտրած օրակարգը առաջարկել մյուսներին, եւ մյուսները չունենալով սեփականը, մեղմ ասած, ընդունեն դա։ Բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգը ամբողջական է եւ արտացոլում է մեր իսկական պետական ազգային շահերը։ Ալիևը փաստացի իր հայտարարություններով ինչ որ չափով տորպետահարում է այն պայմանավորվածությունները, որոնք արդեն իսկ ձեռք են բերվել։ Այս գործողության ընթացքում Ալիևը հիմնավորվում է բացառապես սեփական շահերից, Ադրբեջանի շահերից, թե կան այս պահին երկրներ, որոնք ինչ որ առումով ճնշում են գործադրում Ալիևի վրա, որպեսզի նա այսպեսի հայտարարություններ անի։ Գիտեք, ես երևի թե մի քիչ վիճելի թվացող մի բան ասեմ, իրականում միջազգային վերնախավերը քաղաքական պատերազմ են հայտարարել ժողովուրդներին։ Եվ այդ առումով վերնախավերի ներկայացուցիչները անգամ միմյանց հետ պատերազմի մեջ գտնվելով, պետությունների միջև պատերազմի մեջ գտնվելով, կարող են փոխադարձ շահեր ընկալել եւ անգամ սպասարկել։ Ինչ է Ալիևը իրենց ներկայացնում։ Նա ըստ էության բռնապետ է։ Բռնակալ է, ընդ որում բավական արյունալի եւ իր երկրի ներսում ժողովրդավարությունը ճնշած մարդ է, բայց նույն արևմտյան պետությունների ղեկավարները չեն խոշում իր հետ ձեռքսեղմում փոխանակել։ Ոստի մենք այս առումով բավական ուրույն վիճակում ենք։ Ալիևը այդ միջազգային վերնախավերի մաս է կազմում։ Նա ինտեգրված է։ Եվ անձնական որոշակի հարաբերություններով եւ անձնական խոստումներով եւ պետական խոստումներով, որոնք նա է երաշխավորում անձնապես։ Հայաստանը դեռ այդ կարգավիճակը չունի, այսինքն մեր կարգավիճակը ավելի նվազ է։ Մենք մտել ենք Թրամփի հետ գործարքի մեջ, սա ինտեգրման ցուցանիշ չէ, ցուցիչ չէ։ Մենք չենք մտել գործարքի մեջ, մեզ գործարք են առաջարկել, որին չէ ասելու հնարավորություններ չենք ունեցել։ Լավ, բայց մտել ենք, չէ, այսպես թե այնպես։ Չեղավ որ մասենք, թե չէ։ Դրա համար ուզում եմ ասել, մենք այդ առումով ստորադասված ենք ավելի։ Իսկ Ադրբեջանը ոչ։ Իսկ Ադրբեջանը այդ առումով ավելի լավ դիրքում է։ Ինչու՞մ է դա արտացոլվում։ Նույնիսկ դրանում, որ մեր նկատմամբ առավելություն ունի։ Իսկ մեր համեմատ նա առավել դիրքում է։ Թե հաղթող կողմ է։ Դե ես չեմ ասում չէ, երկար տարիներ առավելություն ունենք, այլ հարցը ինչ արեցինք այդ առավելության հետ։ Այո, ուրեմն մենք անգամ երբ որ հաղթացենք առավելություն չունենք, չկարողացանք այդ հաղթանակը վերածել քաղաքական առավելության։ Այլ երկրների շահերին էր այդ առավելությունը օգտագործում եւ ծառայեցվում։ Դե այստեղում քաղաքական նույն դերակատարներն են Հայաստանում։ Մեծ հաշվով այո։ Այո, դրա համար բան չի փոխվել, այսինքն մենք ներքուստ պետք է որ որակապես փոխվենք եւ կարողանանք հստակ խնդիրներ ձևակերպել, ինքներս մեր արժեվ այդ խնդիրները դնել, պետք է կարողանանք նոր դեմքով հանդես գալ կամ նոր դեմքերով հանդես գալ, որոնք չկան առայժմ։ Նրանք էլ որոնք կան եւ հայտ են ներկայացրել, դժբախտաբար ես բավական տևական ժամանակ հետևում եմ տարբեր մարդկանց, թարմ դեմքերի։ Նրանք դեռևս բավարար չափով հասուն չեն այդ մեծ խաղի մեջ որպես արդյունավետ դերակատար մտնելու համար։ Ցավալի է, բայց այդպես է։ Սա ստիպված եմ արձանագրել։ Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից իր զարմանքն է արտահայտել, որն է, ցիտում եմ հիմա,
որն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովում, Ալիևի հայտարարության մասին է խոսքը գնում, դուք համամիտ եք, որ սա օբյեկտիվ իրականության հետ կապ չունի։ Ոչ, համամիտ չեմ, դա միանգամայն արտացոլում է օբյեկտիվ իրականությունը եւ այն երկվությունը, որից եւ ելնում է նախագահ Ալիևը։ Իսկ նա ելնում է նրանից, որ կարող է թելադրել խաղաղության պայմանները, նա ելնում է նրանից, որ կարող է իր ուզած ժամանակ հայտարարել կամ չհայտարարած պատերազմ սկսել եւ նա ելնում է նրանից, որ իրավիճակը կարող է փոխվել եւ ըստ այդ փոփոխությունների տակ ընտրի խաղաղության ճանապարհը կամ պատերազմը։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Քիչ անց մենք վերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։